Վարչապետ Փաշինյանն ընտրել է իր հոգևոր նորոգման ճանապարհը։ Քաղաքական թիմով մասնակցում են պատարակներին, օգտվելով խղճի ազատության իրենց իրավունքից։ Լրագրողների հարցերին ի պատասխան ասում է Փաշինյանը. Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են։ Ըստ վարչապետի նա կհասնի մայրաթոր միայն մեղքերից մաքրվելուց հետո։ Այս ճանապարհն անցնելու համար կա հստակ օրակարգ։ Պատարակների շարքը շատ կարևոր է, որովհետեւ այո, ես այդ օրակարգը ձևակերպել եմ եւ բարձրաձայնել եմ եւ հետեւականորեն գնալու եմ այդ օրակարգով, բայց նաեւ սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրը ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ։ Ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի մայրաթորի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է, եւ այդ հոգևոր եւ բարոյական նորոգմանը հասնելու եւ մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար։ Վարչապետն անդրադարձել է նաև անկլավների հարցին, ներկայացրել, թե ինչպես է իրականանալու սահմանազատման գործընթացը։ Գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի, ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Սահմանազատման ժամանակ Արցվաշենն ու մյուս օկուպացված տարածքները կվերադարձվեն, թե այլ եղանակով կիրականացվի գործընթացը։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Հաստատքներ Ավելի վաղ տրված հարցազրույցում Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր բանակցային փաստաթղթին։ Փաշինյանը հաստատում է փաստաթղթի առկայությունն ու հրապարակման ժամկետ նշում։ Քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել են, որ պատրաստ են։ Ոչ, ընտրություններին ընդառաջ չի։ Ոչ, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ 1 տարի 8 ամիս է Հայաստանի Հանրապետության սահմանին զինվոր չի զոհվում։ Փաշինյանն անդրադառնում է նախկին նախագահների հարցազրույցներին, որտեղ մեղադրվում էր Արցախյան հարցը փակուղի մտցնելու մեջ։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ են զինվորները զոհվում սահմանին։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։